Դիմումներով կողմնորոշվելը սխալ է, որտեղ դիմումներից, ասենք, մոտ կեսը մեզ չի վերաբերվում, պարզապես իրավական կոնսուլտացիա ենք անում։ Մի մասով մոտ 500 ձայն հարցը տարեկան դրական ենք լուծում։ Դեպքեր կան, որպես բացում է, որ խախտում չի եղել։ Դեպքեր կան, որ խախտում հայտնաբերել ենք, արդյունքի չեն կարողանում հասնել։ Բայց դրանից զատ դիմումներից մենք ինքներս մեր նախաձեռնությամբ նաև ինչ-որ բաներ ենք անում, օրինակ սահմանադրական դատարան ենք դիմել այդ թոշակների մասին օրենքի մեջ որոշ դրույթներ հակասահմանադրական էինք համարում, հաղթեցինք սահմանադրական դա եւ 6000-ից ավել մարդու թոշակ վերականգնեցինք։ Այսինքն միայն դիմումներով այդ տոկոսային բանը չի աշխատում։ Այս դիմումը այն 6000 դիմումների հետ կապ չունի, բայց օրինակ անցած տարի մենք 6100 քանի հոգի սկսեցին թոշակ ստանալ, որտեղ այդ օրենքների դրույթները, որոնց բաց չէին ստանում, վերացվեց։ Այսինքն այսպես է մի քիչ մեր գործունեությունը։ Դրսի եւ Ջավախքի հետ իմ մանդատը չի տարածվում, դա արտգործնախարարության գործունեությունն է։ Իմ մանդատն է Հայաստանի ներսում, Հայաստանի պետական մարմինների կողմից իրավական խախտումները։ Փորձում եմ մեկ-մեկ պարզապես օրինակ Վրաստանի օմբուդսմենի միջոցով միջամտել, խնդրել, որ ինքը գնար Ջավախք, օրինակ ես դիմել էի խնդրել, որ Ջավախք մարդ ուղարկի եւ այլ դատական պրոցեսները մոնիտորինգ անեն։ Այսպիսի բաներ անում են, բայց ասենք մեր քաղաքացիները միացան ան եւ այլն, սա իմ մանդատի մեջ չի, չեմ կարող, սա արտգործնախարարությունը կարող է։ Պարոն Հասանյան, նախ շնորհակալություն ելույթի համար, ներկայացնելու համար, ողջունում ենք թե ձեր գործունեությունը եւ թե մոտեցումները, խիզախություն է պահանջում իրոք որոշ ձեր մոտեցումներ ունենալու համար, վստահ եմ խիզախություն է պետք։